Հիսուս նշանակում է փրկիչ, այսինքն փրկող։ Իսկ Քրիստոս նշանակում է օծված, այսինքն օծված փրկող։ Հիմա մենք հասկանում ենք, ինչ ենք հասկանում, թանկագիններ, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ամեն։ Այսինքն թանկագիններ, եկեղեցու առաքելությունը ո՞րն է։ Օծված լինել փրկելու համար։ Թանկագիններս եկեղեցու կոչումն է, կանչվածությունն է, առաքելությունն է, երազանքն է, տեսիլքն է, փափագն է, որպեսզի օծված լինի փրկելու համար։ Ամեն։ Այստեղ եք թանկագիններ, հիմա սիրելիներ, ուզում եմ ձեռքը դնես քո վրա, եւ ասես. Ես օծված եմ փրկելու համար։ Դա իմ կոչումն է եւ իմ անունն է։ Ամեն։ Թանկագիններս, եթե քո սրտում, քո կյանքում ամենաառաջի տեղում չի փրկելը, դու սխալ տեղում ես։ Քո սիրտը սխալ դիրքում է։ Հիմա հարց եմ ես ուղղում ձեզ յուրաքանչյուրիդ, քո համար ամենակարևոր բանը ի՞նչն է այս կյանքում։ Քո համար, նորից եմ հարցը տալիս, քո համար ամենաառաջնային եւ ամենակարևոր նպատակը, տեսիլքը, երազանքը ի՞նչն է։ Հաջան։ Ծառայել Տիրոջը, իսկ ավելի մանրամասը մարդկանց փրկությունը։ Ժողովուրդ ջան, նայեք, եթե թանկագիններ, եթե քո համար ամենագլխավոր նպատակը հոգիների փրկությունը չէ, լսի, դու եկեղեցուց կտրված ես։ Ես պարզ ասում եմ։ Եթե քո սրտի փափագը արթնությունը չէ եկեղեցու, գավառ քաղաքի գյուղերի արթնությունը չէ, քո սրտի ամենագլխավոր փափագը արթնությունը չէ, քո սիրտը ծրված է, սիրելիս։ Այստեղ եք թանկագիններ։ Եկեղեցին կանչված է թանկագիններս փրկելու համար։ Ում փրկելու։ Մեղավորներին։ Գիտեք եկեղեցու տեսիլքը ո՞րն է։ Լինել փրկված եւ հասնել չփրկվածներին։ Լինել փրկված եւ հասնել չփրկվածներին։ Սա է եկեղեցու տեսիլքը, սա է եկեղեցու նպատակը, բայց որպեսզի այս մեծ սքանչելի ու բարի գործը կատարվի, ինչա պետք գիտեք։ Պետք է ռազմավարություն, պետք է նվիրյալ մարդիկ, պետք է ֆինանսներ, պետք է հավատարիմ ծառայողներ, պետք է սրտացավ ծառայողներ։ Գիտեք ինչա գրված Աստծո խոսքում, ասում է սկզբից երկնքի արքայությունը փնտրեք, մնացածը կտրվի։ Աստված չի ասում մի աշխատիր, Աստված ասում քո ձեռքերով աշխատիր։ Գիտեք թանկագիններս, չափազանց կարևոր առաքելություն ունենք մենք յուրաքանչյուրս, չափազանց կարևոր։ Այստեղ եք սիրելիներ։ Ամեն։ Ալելույա։ Ինչից ենք մենք փրկում մարդկանց։ Հավիտենական դժոխքից։ Մենք կանչված ենք մարդկանց փրկելու հավիտենական դժոխքից։ Լավ։ Մենք գիտենք ինչա նշանակում դժոխքը։ Ասում ենք, գիտենք ինչքան տոկոս, ինչքան գիտենք։ Քրիստոսի ասածով մենակ։ Քրիստ, բայց մենք չենք տեսա, չէ։ Մի բան ասեմ ժողովուրդ ջան, եթե այստեղից որևիցե մեկը
15 րոպե կամ 5 րոպե հայտնվի դժոխքում ու հետ դառնա, գիտեք ինչ կկատարվի իր հետ։ Ինքը իր ամբողջ կյանքը կնվիրի մի գործի։ Մի րոպե մտնենք հետ դառնանք, գիտեք ինչ, ես մտածում եմ, մենք ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն չենք դադարի ավետարանը քարոզելուց ու մարդկանց աղաչելուց, խնդրելուց, որ ապաշխարեն։ Այդ նույն բանը անում էր Հիսուսը, ժողովուրդ ջան։ Մենք չենք դադարի առավոտից մինչև իրիկուն մարդկանց համար աղոթելուց, օրինակ եղել է, որ ես ասեմ ժողովուրդ ավետարանում եք, պատասխան եղել է ավետարանում ենք չեն լսում։ Ասեմ ձեզի թանկագներ, եթե դու առանց աղոթքի ես ավետարանում, բնականաբար չեն լսի։ Բայց եթե դու աղոթում ես, եթե քո սիրտը ցավում է, ծոմ ես վերցնում օրինակ քո գյուղի, քո քաղաքի համար, հետո նոր ես իթում ավետարանչության կլսեն։ Դռներ կբացվի։ Բայց մի բան է, ստե շատ կարևոր, որ դու արդյոք պատրաստ ես քո կյանքը դնես այս բարի գործի համար, թե ոչ։ Արդյոք պատրաստ ես գին վճարես արթնության համար, թե ոչ։ Այս է հարցը։ Հիմա ես ուզում եմ մի քիչ դժոխքից նայենք։ Մենք մարդկանց փրկում ենք հավիտենական դժոխքից, էլ ինչից ենք փրկում, երկրային դժոխքից ենք փրկում։ Դու գիտեք, որ երկրի վրա էլ դժոխք կա։ Երկրի վրա էլ դժոխք կա, ժողովուրդ ջան։ Օրինակ չի էլ է, որ մարդիկ ասում են, էսի ապրել չէ, էսի դժոխքային կյանք է։ Երբ որ մարդիկ ապրում են աղքատության, վախի, ստրեսի, դեպրեսիաների, հիվանդության մեջ։ Դժոխքն է տենց ալում, ժողովուրդ ջան։ Մենք կանչված ենք մարդկանց փրկելու հավիտենական դժոխքից եւ երկրավոր դժոխքից, որ երկրի վրա է։ Որ շատ-շատերի հիմա այդ դժոխքում են։ Մարդը ինչի համար է ինքնասպանության եթում, որտեղ ինքը դժոխք է ապրում իր մեջ։ Կամ քո ներսում դժոխք կապրի, կամ քո ներսում դրախտ կապրի։ Դստեք։ Ամեն։ Ինչ ես անում քո ազգականների համար, աղոթում ես օրինակ։ Քո չփրկված ազգականների համար դու աղաղակում ես Տիրոջը։ Աղաղակում եք։ Ուզում եմ դժոխքից կարդանք, ժողովուրդ ջան, մի քիչ։ Ղուկաս 16:19։ Ինչ է գրված դժոխքի մասին Աստվածաշնչում։ 19-ից կկարդանք, ասում է մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհես էր հագնում, եւ ամեն օր փառավորապես իր ուրախություն էր անում։ Ղազարոս անունով մի աղքատ էլ կար, որ վերքերով լեցուն էր, որ նրա դրան առջև դրված էր։ Նա փափագում էր հարուստի սեղանից ընկած փշրանքներից իր փորը լցրել։ Շները գալիս էին եւ նրա վերքերը լիզում էին։ 22-րդ խոսքը. աղքատն էլ մեռավ, հարուստն էլ մեռավ։ Աղքատը մեռավ եւ հրեշտակները Աբրահամի գոգը տարան նրան։ Աբրահամի գոգը դա այն ժամանակվա դրախտն էր։ Հարուստն էլ մեռավ ու թաղվեցավ, այսինքն ճոխ թաղում տվեցի։ 23-րդ խոսքը ասում է. երբ դժոխքը տանջանքի մեջ էր հարուստը, իր աչքերը վերցրեց հեռվից տեսավ Աբրահամը եւ Ղազարոսը նրա գոգը հանգիստ նստած։ Այսինքն դրախտը հանգստության վայր է։ Ամեն։ Հիմա թանկագիններս տեղը չեք գտնում, ժողովուրդ ջան։ Հետո ուրեմն հարցի մասին կխոսենք։ Նայեք ինչ ասում։ Ասում է, երբ դժոխքը տանջանքի մեջ էր հարուստի, իր աչքերը վերցնելով տեսավ Աբրահամը ու Ղազարոսը նրա գոգը հանգիստ նստած։ Այն ժամանակ աղաղակեց եւ ասավ. հայր Աբրահամ, ողորմիր ինձ ու ղրկե Ղազարոսը, որպեսզի իր մատիծայրը ջուրը թաթախի ու զովացնի իմ լեզուս, քանի որ բոցի մեջ կտանջվեմ։ Նայեք թանկագիններ, դժոխքում ինչ կա, կրակի լիճ կա։ Այդ կրակի լիճ, ասեմ, Սևանա ավազանի չափ չէ, շատ մեծ է ինքը։ Օրինակ մենք տենում ենք, չէ, Սևանի լիճը, էդի չափազած մեծ է, ես չեմ կարող իր չափերն ասեմ։ Ու այդ լճի մեջ ջրի փոխարեն կրակ է։ Ու մարդիկ, լսեք, էսի հեքիաթ չէ։
Հավիտյանս հավիտենից այդ լճի մեջ վարվում է։ Ասմա նայեք ինչ ասում։ Ասումա կանչիր, ինչ ասում, ասումա Ղազարոսին ուղարկա, թող մատա թաթախա ջրի մեջ ու բերա կաթասնա իմ լեզուս, որպեսզի զովանամ։ Այսինքն թանկագներ ընդե ես ասես մի բան ասեմ ժողովուրդ ջան։ Դժոխքը պատրաստել է Աստված։ Աստված է պատրաստել դժոխքը։ Բայց ում համար։ Մարդկանց համար չի պատրաստել, սատանայի համար։ Ու գիտեք ցավալին որն է, որ այն մարդիկ, որ չեն հրաժարվում սատանայի կամքը կատարելուց, հայտնվում են դժոխքում։ Իսկ որն է եկեղեցու դերը ժողովուրդ ջան։ Ասեմ ձեզի թանկագիններ, մենք մեր ամեն ուժով, ամեն կարողությունով պետք է փրկենք մարդկանց։ Ինչքան որ մեր ուժերը հերիքում է, մենք պետք է փրկենք, մենք պետք է խոսենք, մենք պետք է ավետարանենք։ Գիտեք Հիսուսն ինչ ասում, ասում գնացեք ամբողջ ազգերով մեկ ավետարանը քարոզեք, ով հավատա կփրկվի, ով չհավատա կդատապարտվի։ Այսինքն սիրելիս, քեզնից հասնում է ավետարանել, դու ավետարանա խոսքը։ Ամեն։ Ամեն։ Ինչ կա դժոխքում։ Անդե ասում է որդը չի մեռնում եւ կրակը չի մարում։ Որդը չի մեռնում եւ կրակը չի մարում։ Այսինքն թանկագիններ հատուկ տեղ է դա մարդկանց տանջելու համար։ Ինչ աներ թանկագիններ։ Ծոմ վերցնել աղոթել մարդկանց հոգիների փրկության համար։ Ինչ եք առաջարկում, ինչ անենք։ Աղոթենք ծոմ վերցնենք, էլ ինչ անենք ժողովուրդ։ Գործենք, ինչ գործ անենք, սաթիքուր, ավետարանենք, հա? Խոսքը տարածեցինք, լավ, հետո այդ խոսքը, որ խոսքը տարածվա, պետք է այդալ հետևից, մենք շատ այլ է, որ ավետարաններ ենք, թողեր ենք, գնացիր ենք, ու գետես ինչ ալնում, այդ նույն բանն, ինչ որ կալ եմ շտլես, հետո թողես, հետո պետք է մշակել, այսինքն թանկագիններս աշխատանք է պետք կատարել, ավետարանինք ու վերջ, չկա տես բան։ Եվ ով պետք է էս անի։ Մենք։ Անում ենք։ Անում ենք ժողովուրդ։ Բան չի։ Բա ինչի համար չենք անում։ Հաճա, ինչի համար չենք անում։ Ծուլանում ենք։ Անկեղծ մարդը պատասխանեց։ Իսկ այդ ծուլանալու համար ինչ է սպասվում մեզի։ Հա? Ժողովուրդ, երբ որ մենք ծուլանում ենք մարդկանց հավիտենական փրկությանը առաջնորդելուց, մեզի ինչ է սպասվում։ Դատաստան։ Երեք ինչ է մի օր ասելու Աստված, ասելու է չար եւ ծույլ ծառա։ Այն տաղանդը, որ տվել էի, ինչի չտվեցիր սեղանավորներին։ Հիմա դու գիտես ուր ես եթարու, տանջանքի վայրը։ Ուզում եք այդ տեղը կարդամ։ Ես չգիտեմ, Տերը կողորմա մեզի թե չէ։ Եթե դու խանդավառությամբ հոգիների փրկության համար չես ապրում, քո սիրտը ծռված է։ Նորից կրկնա։ Եթե քո սիրտը խանդավառությամբ չի տրամադրված հոգիների փրկությանը, քո սիրտը ծռված է։ Ես գիտեք ինչ եմ հիշում ժողովուրդ ջան։ Երբ որ ես նոր ապաշխարը եկիր եմ գյուղ, ամեն օր գյուղից մարդի բերում քավար, որպեսի քարոզիչը իրանց հետ աշխատել ու սենց ուշադիր լսում, արդյոք խոսքը վերցին, արդյոք խոսքը լսացին։
աղոթել է պետք է, քան չեն կարա չի կան։ Եթե մենք աղոթում ենք, Աստված սկսում է այդ մարդկան սրտերի հետ գործել։ Լսեք, թանկագիններ, չլնող բան չկա։ Լավ ուրենք չենք անում, որ չի լնում։ Եթե մենք կանգնենք, ասում են չենք անում ու վсё, վերջ։ Մենք կկանգնենք, ժողովուրդ ջան։ Հիմի դու փրկված ես, ինչ որ մեկը քեզի փրկվե, ինչ որ մեկը քո կյանքի համար գին է վճարել, որ դու ստեես։ Բա դու էլ ինչ որ մեկի համար քո կյանքը դիր ու գին վճարա, որ այդ մեկն էլ ստելնի։ Աղոթ քարվե քո համար, մելան ջան, որ ընդունել ես։ Գինա վճարվե, քրտին կաթափվե, Տեր հասիր քյավառին, Տեր փրկա քյավառը, Տեր շարժվիր քյավառում։ Ինչ կա դժողքում, ժողովուրդ ջան, կրակ ու լիքը որդեր, որոնք հատուկ ստեղծված են մարդկանց տանջելու համար։ Այդ որ ասում ենք ворդ, այդ անձրևա որդը չէ, որ դու տենում եք։ Որտեղ որ մենք ասում ենք ворդ, պատկերացնում ենք միանգամից անձրևա ворդ։ Էդի հուրիշ տեսակի ворդ է։ Ես չեմ կարող ասեմ միշտ տեսակի, բայց կորքին ատամներ կա իրա վրա։ Գիտեք։ Լավ, մի քիչ վախենալը բան ասեմ, ոչ չեք վախենա։ Չէ՞։ Պետք է վախենալ։ Ես կենդանիներ շատ եմ սիրում տենալ։ Կենդանիներ ես շատ եմ սիրում, կենդանիների աշխարհ։ Գիտեք կենդանիների աշխարհում ինչ դաժան մի հատ բան կա։ Իրար ուտում են, առանց սպանել են ուտում։ Օրինակ նայեք, երբ որ կակրած տղերքի հետ ենք խոսում, թե երիտասարդների հետ չեմ հիշում։ Գիտեք ամենահեշտ մեռնելու տարբերակը որն է, երբ որ մարդին գլխատում են այդ վարքյանին ինքը հեշտ մեռնում է, բայց մարդ կա տանջվում է, որ մեռնի, չկարում մեռնի։ Հիմա այս կենդանիների աշխարհի մեջ, ժողովուրդ ջան, կենդանիների աշխարհի մեջ։ Օրինակ, այտենց կադրերը, որ ամեն մարդ չի կարա տենա, էլի, ուղղակի ես մի հետը ուղղակի ասեմ, շատ չեմ խորը ասի, որ վրեկները չազդա։ Օրինակ ասեն գիշատիչը, եղնիկին, բռնե, գիտեք, կո որ իրանք սպանում են նոր են հոշոտում, էդի լավ տարբերակ է, գոնե մեռնի նոր ուտեն, սատկի այդ կենդանին, հետո նոր ուտեն, բայց օրինակ կո կենդանում տեսակ շակալա ինքը, իրանք բռնեցին, այդ անասունին գցում են գետին, առանց սպանելու սկսում են ուտել, ինքը ընդ է կենդանիա, իրան ուտում են, իրա աղիքներն են ուտում, գիտեք ես մի բան ասեմ, դժողքում, գիտեք ինչ ձևը, այդ որդերը մարդին ուտում են, ու մարդը կենդանի է, չմեռնում, դե պատկերացնում եք այդ ցավի աստիճանը, հիմի դու կարաս այդ մարդուն փրկես ու ծուլանում ես, և ասած ինչպիսի ձևի պետք է վերաբերվի մեզի, ասեմ ձեզի թանկագիններս, ամեն կիրակի մարդ գտի ու թևից բռնա վեստել, հարազատներիդ բե, ընտանիքիդ բե, աղոթա, ասում ես չեն լսում աղոթա, Տեր Հիսուս կպի, եթե ինչ որ մեկին քարոզեցին, լսում եք, չեք քնում, չէ։ Եթե ինչ որ մեկին քարոզում ես, մի փոքր հավատում է, կենտրոնացի իրա վրա։ Ես այդ ձև եմ արել, ժողովուրդ ջան։ Այս եկեղեցին, ժողովուրդ ջան, այս եկեղեցին, գիտեք քանի հոգուց է սկսվել։ 3 հոգուց։ Ուղղակի հավատարիմ աշխատողներ են պետք Տիրոջ տան մեջ։ Հավատարիմ աշխատողներ։ Որ հավատարիմ, մեկը տեսան, մեկը ընդունում է մեկ իջ Քրիստոսին, արդեն վсё, այդ մարդին վերցում են աչքի տակ ու աղոթում են իր համար, աշխատում են, աղոթում են, աշխատում են, աղոթում են, այցելում են, աղոթում են, այցելում են։ Գիտեք, թանկագներս մի բան ասեմ, երկնքի Աստված մեզնից դատաստանի օրը այս ամեն ինչի համար պահանջելու է։ Լեցի Աստված ասելու է, գիտեի չէ՞ որ դժողքը կա, հա կասես գիտեի Տեր։
Ասելույա գիտեր, չէ՞ որ դժոխքում Հավիտյան ընդեից դուրս չկա։ Ասելու ես հատեր։ Ասելույա գիտեիր, չէ՞ որ ընդե մարդիկ սարսափելի տանջանքներ են ունենում ու չեն մահանում։ Ու Հավիտյանը տանջվում են։ Ասելու ես գիտեի Տեր, բա ասելույա ինչի համար տնիցը չելա ու այդ հայր այդ մարդկանց փրկելու։ Չէ՞ որ ես քեզի փրկելու խոսքը բանալիները տվել էին։ Ասելույա, չէ՞, ինչ ես ասելու։ Ինչ ես պատասխանելու։ Չի փրկելու քեզի։ Չի փրկելու, չես կարողանալու արդարանաս։ Գիտեք ինչա գրված Աստծո խոսքում, ասում է ավելի լավ է չիմանայիք, քան իմացաք ու չարեցիք։ Չիմանալն էլ չի փրկում։ Մինը գիտեք ինչն է փրկում։ Քեզի Աստծո դատաստանից իմանալը եւ իմացածը գործի դնելը։ Գիտեք, թանկագիրներս մի բան ասեմ ես ձեզի, մենք ոչ ժամանակ ունենք մեկս մյուսից նեղանալու, մենք ոչ ժամանակ ունենք մեկս մյուսից, չգիտեմ, չներելու, մենք ոչ ժամանակ ունենք չփոխվելու։ Ժամանակ չունենք ինտերնետի հետ խաղալու էլ, այդ ժամանակն էլ չունենք։ Օրդ ոնց անցկացրեցի, շաբաթդ ոնց անցկացրեցի, ինչ արեցի, քո կյանքի հետ ինչ ձև ես դու ընդհանրապես վերաբերվում, իմաստուն ես, իմաստուն չես, իմաստուն հույսերի մեջ ես մտնում, հիմարների դասին ես համարվում, ով ես դու։ Ինչ մենք պետք է անենք թանկագիրներ, մեր կյանքը պետք է դնենք։ Մեր կյանքը պետք է դնենք։ Տարբերակ կա ուրիշ։ Չկա։ Մեր կյանքը պետք է դնենք չփրկվածների համար, ժողովուրդ ջան։ Սա է Տիրոջ կամքը։ Սա է այն նեղ ճանապարհը։ Ինչով կարող ենք նպաստել հոգիների փրկության գործին։ Ինչով կարող ենք նպաստել։ Մենք ասեցինք աղոթքով։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս աղոթում ենք, չէ՞։ Աղոթում ենք։ Գիտեք ինչ եմ ձեզի հորդորում։ Հենց կանգնակ աղոթքի ամենաառաջինը աղոթեք երկրի խաղաղության համար։ Սա հորդոր չէ, սա հրաման է։ Ով հասկացավ ինչ եմ ասում։ Հրամանը գիտեք որն է։ Սա պահանջ է։ Եթե կկանգնեք աղոթքի, ամենաառաջինը աղոթում եք երկրի խաղաղության համար։ Ասեմ երկրորդը ինչի համար կաղոթեք։ Երկրորդը կաղոթեք երկրի կառավարության համար, որ Տիրոջ հոգին գա իրանց վրա, ոչ թե դիվային հոգիները գա։ Ասեմ ես ձեզի, թանկագիրներ, եթե երկրում խաղաղություն չլավ, եկեղեցին քանդվելու է։ Եկեղեցին զոհեր է տալու, երիտասարդներն Իտալիան պատերազմ զոհ են, ձեր տալու է ձեզի։ Իսկ գիտեք ինչ, պատերազմը սկսվում անար, եկեղեցինը սկսում է աղոթել։ Եթե կանգնում եք աղոթքի, ժողովուրդ ջան, առաջինը աղոթում եք երկրի խաղաղության համար, երկրորդը կառավարության համար, որ կառավարության վրա Տիրոջ իմաստության երկյուղի հոգին, որ իրանք կարողանան ճիշտ կառավարեն այս երկիրը, Աստծո երկյուղով կառավարեն։ Ես գիտեք ինչ եմ հավատում։ Ես հավատում եմ, մենք բոլորս ենք հավատում, որ եթե մենք աղոթենք մեր կառավարության համար, իրանք կապաշխարեն։ Իրանք կլցվեն Տիրոջ հոգով, իրանց վրա Տիրոջ երկյուղը կգա, ու իրանք երբեք ու երբեք պիղծ օրենքներ չեն մտցնի այս ազգի մեջ, եթե հավատացյալները աղոթեն։ Հենց կանգնակ աղոթքի երկրի խաղաղության համար, հենց կանգնակ աղոթքի, ժողովուրդ ջան, աղոթում եք կառավարության համար, աղոթեք հարևան պետությունների համար անգամ։ Լսեք։ Հարևան պետությունների ապաշխարության համար, որ իրանց վրա գա Տիրոջ հոգուզորություն է։ Ամեն, ժողովուրդ ջան։ Հալելույա։ Էլ ինչ պետք է անենք, ժողովուրդ ջան։ Որպեսզի
հոգիները փրկվի, դու քո տաղանդով պետքա ծառայես Տիրոջը։ Ինչ շնորհք ունես դու։ Այդ շնորհքով պետքա ծառայես։ Ինչ ես կարում դու անես։ Աստված քեզի շնորհքներ է տվել։ Ուզում եմ ժողովուրդ ջան բացենք Եփեսացիների 4:11։ Եփեսացիս 4:11 Նայեք ինչ ասում։ Ասում է եւ ինքը, այսինքն Աստված, մեկ քանիսին տվեց առաքյալներ լինելու, մեկ քանիսին մարգարեներ, մեկ քանիսին ավետարանիչներ, մեկ քանիսին հովիվներ ու վարդապետներ։ Ինչի՞։ Նպատակը ո՞րն է։ Տեսեք, տվեց առաքյալներ, տվեց մարգարեներ, տվեց ավետարանիչներ, տվեց հովիվներ, տվեց ուսուցիչներ։ Ինչի համար։ Նպատակը ո՞րն է։ Ինչի համար է Աստված տալում այս շնորհքները։ Ասեմ ձեզի թանկագիններ, սուրբերի կատարելության համար։ Սուրբերը ովքեր են։ Եկեղեցին է սուրբերը։ Որ սուրբերը կատարյալ լինեն։ Կատարյալ գիտեք որն է։ Առանց մեղքի։ Սուրբ լինեն։ Լսեք շարունակություն։ Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, այսինքն որ եկեղեցում ամեն մեկը իր պաշտոնով, իր շնորհքով ծառայի հավատացյալներին, որպեսզի հավատացյալները ոչ միայն փրկված լինեն, այլ նաև հասունանան ու հասնեն այն մյուս չփրկվածներին։ Գիտեք, սկզբից մենք ինչ ենք անում, ծառը տնկում ենք, չէ՞։ Ինքը նոր ծառ է, ինքը խնամքի կարիք ունի, ինքը մեծանում, արդեն ինքը պտուղ ավելում, իր պտուղն ընկնում, նորից ծառ աճում իր պտղից։ Նույն պրինցիպն է, ժողովուրդ ջան։ Դու տեսել եք, որ շլորի օրինակ ծառ ենք տնկում, մեկ էլ կողից շլորի ծառներ ալում։ Այսինքն տեսեք, թանկագներ, սա այգի է։ Դու հասունանում ես, գիտես ինչ համար, որ քո միջոցով մի հատ երեխա ծնվի, այդ երեխին հասունանա, պտուղ բերա ու հիրամիջոցով էլ մարդիկ ապաշխարեն։ Պաշտոնի գործն ասա թանկագիններ։ Հիմա տեսեք ժողովուրդ, ավետարանիչը, մենք ասում ենք ավետարանենք, բերենք եկեղեցի, չէ՞։ Ավետարանիչը ավետարանեց, ինքը գիտեք ինչ անում, հանձնում է հովվին, ավակներին։ Ավակը, հովիվը վերահսկում է, որպեսզի այդ նոր ծնված երեխեքը աստվածաշնչյան դպրոցացնեն, կրթվեն։ Մարգարեն հաստատում է իրանց կոչումը, իրանց ուղղություն է տալում մարգարեն։ Իսկ առաքյալը գիտեք ինչ անում, բոլոր հովիվներին վերահսկում է, որպեսզի իրանք հանգարց ու չմոլորվեն։ Հիմա մի բան եմ ուզում ասեմ ձեզի, հետաքրքիր։ Այս վերջերս ես լսացի ու ամբողջովին համաձայն եմ։ Եթե քո հովիվը իր գլխին հովիվ չունի, փախի այդ հովվից։ Նորից կրկնեմ, եթե քո հովիվը իր գլխին հովիվ չունի, փախի այդ հովվից։ Դուստեք։ Ուրեմն տեսեք, թանկագիններս, մենք Աստված ինչի համար է մեզի կանչել, ժողովուրդ ջան։ Աստված մեզի կանչել է, որպեսզի մենք մեր տաղանդներով ծառայենք մարդկանց, որպեսզի մարդիկ հաստատվեն Տիրոջ մեջ։ Դուստեք։ Դու ունես տնային խմբակի ավակ, ճիշտ է։ Պատվիր ու հարգիր նրան, ինքը իր կյանքը քո համար դրել է։ Ու երբ որ քո տնային խմբակի ավակը օգնական կբարձրացնա, այդ օգնականին էլ պատվա, որտեղ այդ օգնականն էլ է իր կյանքը դրել։ Սա է Տիրոջ կամքը, ժողովուրդ ջան։ Ու աղոտ կարա, ինչի համար ենք, ես գիտեք ինչ եմ ուզում Տիրոջից, ժողովուրդ։ Տիրոջից խնդրում ու փափագում եմ,
Հավատարիմ օգնականներ։ Որտեւ այս մեծ գործը մի հոգու գործ չէ։ Հավատարիմ օգնականներ, խոնար օգնականներ եմ ուզում, Աստվածավախ օգնականներ, ագահությունը ատող օգնականներ եմ ուզում, ժողովուրդ ջան։ Աղոթ կարիք, ժողովուրդ ջան, թող Տերը օգնական, մենք ինչի մարինք աղոթում, խաղաղության համար, կառավարության համար, հարևան պետությունների համար։ Ու գիտեք, եկեղեցու ներսում ամենագլխավոր բանը ի՞նչն է։ Հավատարիմ օգնականներ բարձրանան։ Մի ժամանակ մեր եկեղեցում, երբ որ մենք կուլտուրայի պալատում ենք հավաքվում, կարգ ու կանոնը ցոլակն էր, ֆինանսական ծառայողը ցոլակն էր, փառաբանողը ցոլակն էր, քարոզիչը ցոլակն էր։ Հետո մանդրից բարձրացան, լավ էր։ Ու գիտեք ինչ, ժողովուրդ ջան, մաքրության ծառայողը շեշտեցի, մաքրության ծառայողը պլյուս տուալետներ է։ Ու գիտեք, թանկագնես, եթե ուզում ես երկինքի արքայությունը շատանա, մի հոգով, ասում են, մի ծաղկով, գարուն չի գա։ Եթե թանկագնես, դու ուզում ես փրկվածները, գիտեք Ռենար Բոնկին ինչ ասում, ասում է, եկեք գոցենք դժոխքի դռները եւ բացենք երկինքի արքայության դռները։ Դա մի հոգով չի լինում, ժողովուրդ։ Հա, մենք կարանք ավետարանը քարոզենք, եթե դու ավետարանը քարոզես, բայց դե հովիվ չկա, այդ ժողովուրդը նորից կեթ աշխարհ։ Այսինքն հովիվը ինչ է անում։ Հովիվը ընտանիքա ձևավորում, սեր է բերում, ուսուցիչներ է բերում, որպեսզի իր երեխեքը առանց կրթվելու չմնան, հոգատանը որպեսզի փոխվեն, որպեսզի ծառայողներ բարձրանան, որպեսզի տաղանները դրսևորվեն, որպեսզի մարդիկ կայանան Տիրոջ տան մեջ։ Ամեն ժողովուրդ ջան, ավետարան ինչը, ավետարանում ուսուցիչը իր գործն անում, մարգարեն էլ ուղղություն է ցույց տալու։ Ինչ ուղղության ենք եթում, ինչի մար ենք ներդրում անում, մանկական ծառայությունն է, երիտասարդականն է։ Հաճախակից դե ինչ, դու նկատել եք, որ մարգարեներ են գալու։ Ու իրանք իրանց խոսքը ասում են։ Մենք հասկանում ենք, թե ինչ ուղղությամբ պետք է էթալ։ Գիտեք, այս ամեն ինչ ինչի համար է, որպեսզի մարդը փրկվի ու հասունանա, ու ինքը գտնի իր պաշտոնը եկեղեցու, իր պաշտոնով ծառայ, եւ սա երջանկություն է։ Որտեւ դու կանգնել ես մի օր Տիրոջ առաջ, Տերը ասել է, քեզի ես տաղանդի տվե, իմ տված տաղանդով ինչ ես արել։ Դու ավետարանի չիր, կամ դու կանչված ես քո ֆինանսներով Տիրոջը ծառայելու, ինչ ես արել։ Ես քեզի փողի տվե, փող չի տվե, որ դու դրիր բարձի տոկը, տվելի, որ դու Աստծո արքայությունը կառուցիր։ Հիմա մի հատ ուզում եմ բացենք 2 Կորինթացիս 11:8-ը, ժողովուրդ ջան։ Տեսեք, ինչ հետաքրքիր բան է գրված։ 11-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Ասում է ուրիշ եկեղեցիները կողոպտեցի, այսի Պողոս առաքյալն է ասում։ Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, նրանցից թոշակ առնելով ձեզի ծառայելու համար։ Պողոս առաքյալը, ժողովուրդ ջան, հելեր էր էթեր Կորինթոս, գումար չուներ, ու գիտեք ինքը ինչ ասում։ Ասում է, ես ինչ եկեղեցի, ընձի պետքա դու ամսական այսքան գումար տաս։ Ես էթում եմ մարդ փրկելու, ու ինձի հետաքրքիր չէ։ Մարդիկ էթում են դժոխք, ես պարտավոր եմ իրանց հասնելու։ Դու պետքա ամսական ձեզ այսքան գումար է պետք։ Ու վերջ։ Ինչ է նշանակում կողոպտել։ Ժողովուրդ, ինչ է նշանակում կողոպտել։ Հա? Գողանալ։ Սիսի աստատ գողանալը չէ։ Ասում է ու ձեր թարգմանության մեջ ինչ է գրված, հələ կկարդաք։ Էլի կողոպտեցի բառն է գրած։ Հետաքրքիր է, չա կողոպտել բա, գիտեք ինչ է, ես գիտեք ինչ եմ պատկերացնում։ Պողոսը այդ մեր ուրիշ եկեղեցիներ, ասում էր պետք է այդքան Կորինթոս։
ու գումար չունեմ, ու ինձի թոշա, գիտեք, ըստ ինչա գրված, թոշ ասում է ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, նրանցից թոշակ առնելով ձեզ ծառայելու համար։ Գիտեք, թանկագիններ կողոպտել, ես չեմ մտածում Պողոս առաքյալն այդ մեր ուրիշ եկեղեցիից գումար էր գողանում։ Գումար չէր գողանում, է։ Գիտեք ինչ էր անում, ասում էր ամսական այսքան գումար պետք է անձի տակ, ես ծառայելու եմ Տիրոջը, մարդիկ դժոխք են եթում։ Ինչ պետք է պատասխանենք Տիրոջը։ Ամեն ժողովուրդ ջան։ Կողոպտել չի նշանակում այդ մեր գողանում էր։ Ուղղակի այդ մեր ասում էր պետք է տակ ու վերջ։ Գիտեք ինչի համար, որտեղ Պողոս առաքյալը շատ լավ գիտեր դժոխքում ինչա կատարվում։ Իսկ Իրանը գումար էր պետք, որպեսզի ճանապարհ կտրեր, մարդիկ էին պետք, որպեսզի Իրանը, չգիտեմ, ճաշ պատրաստեին, իր շորերը լվանային, մարդիկ էին պետք, սպասավորող մարդիկ, որպեսզի ինքը ավետարանը հասներ այս քաղաք, այն քաղաք, այն քաղաք, այն քաղաք։ Ավետարանը ինչը դեմից է եթում։ Այսինքն ինքը առաքելություն էր անում, ինքը եթում էր, ժողովուրդ ջան, ավետարանը քարոզում էր որպես առաքյալ, հետո հովիվներ էր բարձրացնում, հետո ուսուցիչներ էր բարձրացնում։ Եկեղեցին հաստատվում էր, շարժվում էր մեկ ուրիշ քաղաք։ Իսկ դրա համար Իրանը օգնականներ էր պետք, ժողովուրդ, օգնականներ։ Ուստեք, ես ասեմ, այդ նույն բանը հիմա է պետք։ Նույն բանը, ժողովուրդ ջան, հիմա պետք է անել։ Ասեմ ձեզ, մենք ունենք օրինակ Սարուխան գյուղը։ Սարուխանը գիտեք, չէ՞։ Ես ինչքան գիտեմ, Սարուխանում շատ քիչ հավատացյալներ կա։ Չափազանց քիչ։ Չափազանց քիչ։ Մեծ գյուղ է, 7-8,000 հոգանոց գյուղ է, բայց ինչքան իմանալով 7-8 հոգեգալստական եկեղեցուց մարդ կան դե, ապաշխարած։ Ու միշտ մտածում եմ, Տեր Աստված, մենք ինչ ենք պատասխան տալու քեզի այս գյուղերի համար։ Քավարի համար, քավարում շատ վատ վիճակ է։ Կռապաշտության մեջ է ժողովուրդը։ Գիտեիք թե չէ։ Կռապաշտության մեջ, բացության մեջ։ Մա։ Ասեմ ձեզ, գիտեք, ինչքան ժողովուրդ կա քավարում գյուղերում։ Մոտավորապես 50,000 մարդ կա։ 50,000 քավարը իր գյուղերով։ Ասեմ ձեզ, Ժորժ ջան, այդ 50,000-ը մեզ է սպասում։ 50,000, բայց մենք ամեն մի հավաքույթին 70-80 հոգի էլ չի հավաքվում։ Այսինքն Ժորժ ջան, մեր դեմը մեծ գործ կա։ Մենակ եկեղեցի էթալ գալով չէ։ Մեծ գործ կա։ Օրինակ ես, Ժորժ ջան, իմ վրա օրինակը բերեմ։ 3 շաբթվանից մինչև Կիրակի օրը ես խմբակներ ունեմ։ 3 շաբթվանից մինչև Կիրակի օրը լանջախպյուր, նորադուս, քավար, երիտասարդական, Կիրակնորի հավաքույթ, ավակների հավաքույթ, տղամարդկանց հավաքույթ։ Չգիտեմ, Ժորժ ջան, ես ինչքան իմ ուժերը բավարարում եմ, ես անում եմ։ Բայց մենք պետք է միաբան գործենք, մենք պետք է բոլորովս անենք։ Տնային խմբակը գնա տնային խմբակ։ Աղոտ կարա, որպեսզի քո տնային խմբակը դառնա 2 հատ խմբակ։ Մեկ տարին ֆռում նույն խմբակն է, երկրորդ տարին նույն խմբակն է, երրորդ տարին նույն խմբակն է, չորրորդ տարին նույն խմբակն է, բան չի փոխվում։ Ասես չի լինի։ Մենք պետք է աճենք, մենք պետք է շատանանք, ինչ ենք պատասխանելու Տիրոջ, Ժողովուրդ ջան։ Մեր ծուլության համար ինչ ենք պատասխան տալու։ Ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Տեսեք ինչ է գրված։ Ասում է Հիսուսը այս առակը խոսեցավ, բացեցեք ժողովուրդ։ Ղուկաս 15-3։
կարդամ։ Ասում է Հիսուսը այս առակը խոսեցավ նրանց ասելով. ձեզանից ով է այն մարդը, որ եթե 100 ոչխար ունենա եւ նրանցից մեկը կորցնի, 99 չի թողնի անապատի մեջ եւ այն կորսվածի հետևից գնա, մինչեւ նրան գտնի։ Պատկերացրա դու ունես 100 ոչխար։ Ու մի հատ կորել է, ինչ ես անել։ 99 պահելու ես, եթալու ես մեկի հետևից, չէ՞ որպես վովիվ։ Ու երբ նրան գտնի, ուրախանալով իր ուսերի վրա կդնի եւ տունը գալով կկանչե բարեկամները եւ դրացիները եւ նրանց կասե. ուրախ եղեք ինձ հետ, քան որ իմ կորած ոչխարս գտա։ Ուրախ եղեք։ 7-րդ խոսքը. ասում եմ ձեզի, այնպես էլ ավելի ուրախություն պիտի լինի երկինքը մեկ մեղավորի համար, որ կապաշխարի, քանց թե 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Հիմա մի բան եմ ասում ձեզի։ Աստված ձեր համար ուրախ է, գիտեք, որտեղ դու արդարացված եք։ Բայց գիտեք, Աստված առավել ուրախ է, երբ որ մի հատ նոր մարդ է մտնում այս եկեղեցի։ Մենք մեզնով պետք է չուրախանանք, մենակ։ Մենք պետք է ուրախանանք այն մարդկանցով, որոնք հաս գալիս են եկեղեցի։ Այս վերջի հատվածն եմ ուզում կարդամ։ Ասում է. ձեզի ասում եմ ավելի ուրախություն պիտի լինի երկինքը մեկ մեղավորի համար, որ կապաշխարե, քանց թե 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Հիմա գիտեք երկնքում, եթե մի մարդ իր կյանքը տալու մա Տիրոջը, ուրախություն է ալնում։ Լավ, եթե երկնքում ուրախություն է, արդյոք մեր մեջ էլ ուրախություն է։ Հա? Ինչքան է այդ ուրախությունը։ Երկնքի նման դու ուրախանում ես, երբ որ ինչ-որ մի հատ մեղավոր գալիս է ստե։ Ոնց որ երկինքն է ուրախանում, իձև ուրախանում ես։ Հա? Չէ՞։ Արևի քուրն ասում է, չէ։ Ուրեմն պետք է ապաշխարենք արևի քուր։ Ես ասեմ, մեկ մեղավոր, որ իր կյանքը տալու է Տիրոջ երկնքում, նշում են դա։ Ես վստահ եմ սա ասում։ Սեղանները փռում են ժողովուրդ ու տոնում են այդ մեղավորի փրկության համար, տոնում են երկնքում։ Մի բան եմ ուզում ասեմ, քո սրտում այդ մեկ մեղավորի փրկության համար տոնը արդյոք թե չէ։ Ամեն։ Մենք էլ ենք ուրախանում։ Իսկ երկնքի նման ուրախնում ենք։ Ասեմ քեզիս, սաթիկա վերջի ձևով ուրախ են։ Ամենա վերջի մակարդակով ուրախություն են անում։ Օրինակ մի բան ասեմ ձեզի, պատկերացրեք մի մարդ 20 տարի երեխա երազ է ունենա ու չի ունեցե։ Ու հանկարծ ունենա, ինչ կկատարվի այդ տունը։ Չէ՞։ Հարսանյա ձալկը վերցեն, չգիտեմ, սաղին կերավիրեմ, ամենավերջի ձևով երկուղներ, նվագուղներ, տո պալուղներ, տո չգիտեմ, էն, ու մարդիկ կցենցան, կպարեն, երաշտության տակ ուրախանան, չէ՞, ինչի երեխայա ծնվել։ Չէ՞։ Արդյոք այդ ուրախությունը մեր սրտերում կա։ Գիտեք, օր այլ է, երբ որ նոր մարդ է եկեք, կանչել եմ առաջ աղոթելու, ասեմ ժողովուրդ ջան, եկեք ձեր ձեռքերը պարզեք, հիշկում եմ տերեմ ընդ կսա են անում։ Ասես պետք է չլինի, նոր մարդ է եկե մեր մեջ, ժողովուրդ։ Դու պետք է մոտենաս, դու պետք է իրանը գրկես, պետք է օրտեսը սրտից օրտնես իրանը։ Ատենց է թե չէ։ Աղբերները տենց է թե չէ։ Աջան։ Արշակը վերապրե էդի, թե ոնց են դիմավորում, այն մարդում, որ առաջի անգամ է։ Քո սերը, քո ջերմությունը, այդ մարդուն, գիտես ինչ կանա,
Ոսայից ես կարող եմ դրախտ եմ ընկել, թե երազ, կամ էլ երազ եմ տենում։ Ասեմ ձեզ, աշխարհում է տենց սեր, մարդու կնկա մեջն էլ չկա։ Թանկագիններս, մենք կանչված ենք մարդկանց դժոխքից փրկելու։ Եթե մի նոր մարդ հաստ է մտնում, ինչքան ուրախություն ու սեր ունես, ինչքան ջերմություն կա քո մեջը, փոխանցա իրանը։ Եթե չունես ջերմություն, սովորի ունենալ ու լավ բառեր գտի ասելու մարդկանց։ Ամեն։ Հալելույա։ Ժողովուրդ ջան, մենք չփոխվելու ժամանակ չունենք։ Բերիք այդ սառնությունը։ Լավ։ Հալելույա։ Ուզում եմ անցնենք առաջ։ Եթե միաբանվենք տեսիլքի շուրջ, կունենանք արթնություն։ Գիտեք, մեկ անգամ ես Վրաստանի գնացեք, Կարլ Գուստավին գիտեք։ Գիտեք, ես գրել եմ մինչև մի այդ գրվածները իմ մոտ է։ Ասում տեղական եկեղեցու համար անհնարին ոչինչ չկա։ Այսինքն, եթե տեղական եկեղեցին միաբան է, ինքը ամեն ինչի հասնելու է։ Ամեն ինչի։ Եթե միաբանվենք տեսիլքի շուրջ, մենք ունենանք արթնություն։ Յուրաքանչյուր եկեղեցու երազանքը արթնությունն է, ժողովուրդ։ Յուրաքանչյուր եկեղեցու երազանքը։ Դստեք, արդյոք դու երազում ես արթնություն։ Թե դու ասում ես Տեր Աստված, ես էլ փրկվեմ։ Մտնեմ երկինք, մինակ այդ անձի պետք։ Կարևորը ես եմ։ Մտնեմ, հա։ Ու վերջ։ Հիմա ուզում եմ բացենք Ծննդոց 11:1-ը։ Ոստե շոկ չէ, ժողովուրդ ջան։ Ծննդոց 11:1։ Ով է ուզում երկնքում վարձք ունենա։ Կաստ է մարդ, հա։ Մենք ասեցինք վարձ, բայց չպատկերացրեցինք։ Այդ ինչա նշանակում։ Այ երբ որ դու իմանաս այդ վարձքը ինչա նշանակում, գիշեր ցերեկ չես դադարի Տիրոջ ծառայելուց։ Ասում երկնքում գանձեր մի դիզեք, ապա երկնքում։ 11:1-ից կարդանք։ Ասում է, եւ բոլոր երկրի լեզուն ու խոսվածքը մեկ էր, երբ արևելքից կչվեին Սենար երկրի մեջ դաշտ գտան եւ այնտեղ բնակվեցին եւ իրարու ասեցին. եկեք աղյուսներ շինենք եւ նրանք կրակով թրծենք։ Նայեք, ինչ է կատարվում։ Լավ, եկեք շարունակենք կարդալը։ Եվ իրարու ասեցին, եկեք աղյուսներ շինենք եւ նրանք կրակով թրծենք։ Աղյուսները նրանց քարի տեղ եւ ջութը նրանց ցեխի տեղ եղան եւ այն ժամանակ ասին. եկեք մեզի քաղաք շինենք եւ աշտարակ շինենք, որու գլուխը մինչեւ երկինք հասնի, ու մեզի անուր շինենք, որ չլինի թե բոլոր երկրի վրա ցրվենք։ Որն էր այս ժողովրդի տեսիլքը։ Աշտարակ շինենք, որ մինչեւ երկինք հասնի։ Հիմա ինչ են ասում, երկնաքեր, չէ՞։ Երկնաքեր են, չէ՞ ասում։ Հայաստան չկա երկնաքեր։ Բայց Դուբայ կա երկնաքեր։ Ասում մեզի քաղաք շինենք եւ աշտարակ շինենք, որի ծայրը մինչեւ ուր կհասնի, երկինք կհասնի։ Ես ձեզ մի բան ասեմ, ես ատեի հոգին զգում եմ։ Իրանք ուզում են, գիտեք ինչ է իրանց նպատակը, ուզում են հավասարվին Աստծուն։ Ուզում են երկինք հասնի։ Ու շատ մեծ տեսիլք էր։ Տեսիլքը կար, չէ՞։ Տեսիլքը կար։ Ամեն ինչը կար։ Նայեք, շարունակությունն ինչ ասում։ Տերը մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու իջավ։ Տերը ասավ. ահա սրանք մեկ ժողովուրդ են եւ ամեն մեկի լեզուն մեկը եւ ասիկա շինելու սկսեցին եւ հիմա ինչ որ շինել կխորին, ոչ մի բան չկա, որ արգել է։ Գիտեք ինչ նկատի ունի Աստված։ Սրանք հասնել միան իրաց նպատակին։
սրանց համար անհնարի ոչինչ չկա, սրանք հասնելու են։ Ասեմ ձեզ թանկագիններ, թեպետ Աստված իրենց հետ չէր, բայց քանի որ իրանց մեջ միաբանություն կար, իրանք հասնելու են իրանց տեսիլքին։ Բայց գիտեք վատը ինչն էր, որ Աստված չէր ասա, դևն էր ասա, բայց քանի որ դևն էր ասա, Աստված քանդեց դա։ Լսեք, թանկագիններ, քանի կայսրություններ ա եղել երկրի վրա, չէ՞, հռոմեական կայսրություն, ասորական կայսրություն, բոլորը ինչ են եղել, քանդվել են։ Գիտեք ինչի համար, որտեղ իրանց նպատակը մեկն է, հավասարվեն Աստծուն։ Նույն դևն է, նույն հոգին է։ Հիմա տեսեք թանկագիններ, ինչ եմ ես ձեզի հորդորում։ Եկեք միաբանվենք։ Երկինքի արքայությունը կառուցենք այս քաղաքում 50,000 մարդ մեզի ասպասում 50,000 չփրկված մարդիկ Քավառը իր գյուղերով 50,000 ժողովուրդ Քավառում քանի հավատացյալ կա բայց ծերից ծեր 1000 հոգի էլ չլինի ես մենակ մեր եկեղեցին չեմ ասում 50,000 մարդ սպասում է հավատացյալներին։ Դուստե եք ժողովուրդ։ Մենք ինչ ենք անելու։ Ինչ ենք մենք անելու։ Մենք ծնությունը պետք է թողենք։ Երկրորդական բաները պետք է թողենք, ընկնենք առաջնայինի հետևից։ Դուստե եք։ Վիավորվել է, կռվել կռիվ դավին, նախանձը, չգիտեմ ինչքան որ մեղքեր կա պետք է թողեն ժողովուրդ ջան այդքան Տիրոջ գործի հետևից Միատ ես էսի տնային աշխատանք կարելի է չէ տան հա որ գեթակտուն է ու կկանգնեք աղոթքի նա ձեզ սրտի դիրքը տեսեք արդյոք հոգիների փրկությունը ձեր համար ամենակարևորն է մենք շատ նպատակներ ունենք չէ բայց արդյոք ամենակարևորը հոգիների փրկության հարցն է։ Հիշեք թանկագիններ, Հիսուս Քրիստոս նշանակում է օծված փրկելու համար։ Աստված օծում է իր եկեղեցին, որպեսզի հասնի մարդկանց։ Ամեն։ Աստված օծում է ինձ եւ քեզ, որպեսզի մենք հասնենք մարդկանց։ Ասում է ինչ բան որ հավատքով կխնդրեք կառնեք։ Գիտեք ես ինչ եմ ուզում ժողովուրդ ջան։ Ասեմ Ես ուզում եմ, որ այս եկեղեցում բարձրանան հավատարիմ մշակներ։ Ես ուզում եմ, որ այս եկեղեցում ֆինանսները բարձրանան։ Դու գիտես մի բան ասեմ քեզ, գիտես որ քո 10-նորդը հոգի է փրկում։ Այսօր Ռոզանա 10-նորդից էր խոսում, որ ինչ իրավիճակել լինի, պետքա սուրբ բանը հանենք։ Նայեք, թանկագինս, քո 10-նորդը հոգի է փրկում, մի հոգի է փրկում, որ պետք է ազատվի հավիտենական կրակից, հավիտենական տանջանքից։ Քո 10-նորդը։ Հիմի դուք ասաս, ես էլ անեմ նոր կտամ, այն էլ անեմ նոր կտամ։ Լսեք, թանկագիններ, դա սուրբ է եւ դա Տիրոջն է։ Եվ ամենավերջում թանկագիններս, ուզում եմ ասեմ, ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 10:30։ Ղուկաս ավետարան Թող փառաբանության խումբը գա։ Տասի 30-ից 37 կկարդանք, սա բարիսամարացու առակն է։ Պատասխան տվավ Հիսուսը եւ ասավ. Մի մարդ Երուսաղեմից Երիքով կիջներ եւ ավազակների ձեռքը ընկավ։ Հիմա ասեմ ես ձեզ, այս մարդը, մի մարդ է, աշխարհիկ մարդն է։ Ավազակները գիտեք որն են։ Ավազակները դևերն են։ Այս մարդը ընկավ ավազակների ձեռը, դևերի ձեռը։ Եվ դևերը ինչ արեցին։ Որոնք մերկացրեցին նրան, վիավորեցին, կիսամերթ հողին ու գացին, այսինքն գրեթե սպանեցին։ Դևը ինչ անում մարդուն։ Դևը, նայեք, հիվանդացնում է, թալանում է,
ջարդուկ վիավորում է, կոտրում է, հետո կիսամեր թողին ու գացի։ Ով է պատահում նրան։ Առաջի հավատացյալը, որ պատահեց նրան քահանա էր։ Պատահեցավ, որ քահանայը այն ճամփայից իջնի եւ նրան տեսնելով անդիի կողմից անցավ։ Հարց եմ տալու։ Ինչի քահանան չմոտեցավ այս մարդուն։ Տեսեք, անտարբեր էր, ինքը ծառայող էր, ասեմ ձեզի։ Ես վերջացնում եմ ժողովուրդ։ Հələ մի հավաքվեք։ Ինչի համար չմոտեցավ այս հավատացյալը։ Անտարբեր էր։ Անտարբերությունն ինչա։ Մեղքա։ Ինքը ձևական հավատացյալ էր։ Ես չեմ ուզի, որ ձեր մեջ ձևական հավատացյալներ լինեն, առանց սրտացավության։ Երկրորդը շարունակենք կարդալ։ Նույնպես էլ Ղևտացին էլ այնտեղ հասնելով գնաց եւ տեսավ անդիի կողմից անցավ։ Նույնը կատարեց Ղևտացին։ 33-րդ խոսքը։ Ասում է, բայց Սամարացիմը, որ ճամփորդություն էր անում, եկավ նրա մոտ եւ նրան տեսնելով խղճաց։ Ասեք խղճաց։ Ինչ արավ, սիրտը ցաված, ժողովուրդ։ Սիրտը ցաված։ Արդյոք քո մեջ կա սրտացավություն չփրկվածների հանդեպ։ Հա? Կա մեր մեջ խիղճ։ Ուրեմն պետք է այդ խիղճը գործի դնենք։ Ասում է խղճաց։ Բայց ասում է Սամարացին, որ ճամփորդություն էր անում, եկավ նրա մոտ եւ նրան տեսնելով խղճաց, մոտեցավ նրա վերքերը փաթաթեց, վրան ձեթ եւ գինի թափելով իր գրաստի վրա դնելով տարավ եւ նրան պանտով եւ նրան հոգ տարավ։ Այսինքն իր սիրտը ցաված ժողովուրդ ջան ու գործ արավ ինքը։ Դրավ իր գրաստի վրա, վերքերը ձեթ ու գինի դրեց, որպեսզի ինչ չնի չբորբոքվի, անում ես դա, անում ենք դա, աղոթում ենք, հետևյալ օրը երբ կելեր անիկը երկու դահեկան հանեց պանդոկապետին տվավ և նրան ասավ հոգ տար դրա համար ինչ որ ավելի է ծախ կանես, ետ դառնալուց քեզի կվճարեմ, ինք իր ֆինանսն էլ զոհաբերեց, ինք իր կյանքը դրեց, ինքը հոգ տարավ, ինքը նաև իր ֆինանսն էլ դրեց, ինչի համար, որ ինչ որ մեկի կյանքը փրկի, հավիտենական դժոխքից։ Հիմա այս երեքից որը ընկեր կերևնա այն ավազակների ձեռը ընկողին, նա ասավ, նա որ ողորմություն արավ, այն ատեն Հիսուսը ասավ, գնա դու էլ այդպես արա։ Հիմա Հիսուսը մեզ ասում է, գացեք, դու էլ այդ ձև արեք։ Այստեղ եք թանկագիններ։ Փառք Տիրոջ, եկեք ոտքի կանգնենք։